Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Աշխարհի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ մերձավոր հարևելքում տեղի ունեցող զարգացումները եւ հեռանկարում էլ այսօր անդրադառնալու ենք այդ թեմային եւ զրուցելու ենք իրանագետ Կարեն Մկրտչյանի հետ։ Պարոն Մկրտչյան, նախ շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Ըստ էության արդեն 5-րդ օրն է պատերազմի եւ ինչպես կգնահատեք այս զարգացումները այս օրերի ընթացքում։ Շնորհակալություն հրավերի համար։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որ իսկապես պատերազմը կարծես իր նախաբանը սկսեց, վերջացրեց, բայց արդեն մտնում է բուն գործողությունների, ռազմական գործողությունների ընթացք եւ դրանում շահագրգռված են ոչ միայն արդեն Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ նաեւ եվրոպական երկրները, որոնք փորձում են ուղղակիորեն աջակցություն ցույց տալ։ Իհարկե մինչ այդ նրանք անուղղակիորեն եւս իրենց մասնակցությունը բերում էին գործընթացին, բայց արդեն Ֆրանսիան ուղղակիորեն հայտնում է, որ օրինակ Շարլ դը Գոր ավիակիլը պետք է մտնի Պարսից տարածաշրջան, Բրիտանիան ուղղակիորեն իր մասնակցության մասին է խոսում, այսինքն գործ ունենք ոչ թե միայն իրանական հարցի հետ, այլ նաև այս դարձավ տարածաշրջանային ավելի միջազգային լուրջ խնդրեմ ըստ էության։ Ու իր հետ ինչ խնդիրներ կարող է հետևաբար առաջացնել այս պատերազմի աշխարհագրության ընդլայնումը։ Աշխարհագրության ընդլայնում իսկապես արկա է եւ փաստորեն Իրանը իր սահմանակից երկրների ամենայն դեպս մեծ մասի արևմտյան երկայնքով ռմբակոծումները իրականացում, իհարկե նախապես նշվեցել այն մասին, որ դա թիրախավորված չէ հատկապես այդ երկրների քաղաքացիական բնակչության նկատմամբ, հատկապես սլաքողված է ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ, այդուհանդերձ այդ երկրները եւս հատկապես արաբական երկրները, Քուվեյթը, Քաթարը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները որոշակի անհանգստություն կամ մտահոգություններ բնականաբար ունենում են եւ այս ուղղությամբ չի բացառվում ինչ իրավիճակներում հակաիրանական կոալիցիայի ստեղծումը։ Այսինքն սա կախված կլինի այն բանից, թե որքանով կտևի տևականությունը պատերազմի եւ երկրորդ ինչպիսի ուժգնությամբ այն կընթանա։ Բնականաբար դրա ուժգնացումը, եթե սուր կերպով արտահայտվեց նավթ արտահանող այս երկրների վրա, նրանց հատկապես տնտեսության վրա, նրանք ինչ քայլերի կարծում եմ կդիմեն ինչ որ իրավիճակում, բայց ոչ տվյալ այս բային, բայց առաջիկայում գուցե ինչ որ զարգացումներ լինեն։ Իսկ պարոն Մկրտչյան, ի վերջո ո՞րն է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի առաջնահերթությունն այս պատերազմում։ Եթե շատ ռեալ պոլիտիկով նայենք, ըստ էության մեկն է Իրանում իշխանափոխություն կամ վարչակարգի փոփոխություն եւ իրենց ձեռնտու քաղաքական գործիչների ի հայտ բերում, որոնք էլ եւ պետք է դաշնակցային հարաբերություններ ստեղծեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Իսրայելի հետ, որպեսզի հետագայում տնտեսական սերտ կապերով կապվեն այդ երկրները հենց Իրանի հետ։ Սա իրենց կարծում եմ հիմնական նպատակն է, այսինքն մտնել իրանական շուկա եւ այդ ռեսուրսներից օգտվել։ Ներկայումս գիտենք վերջին 47 տարիների ընթացքում դրանք փակ են ըստ էության ամերիկյան կամ իսրայելական կողմի համար, ավելի քան 47 տարի փաստորեն իրանական իշխող վարչակարգը դեմ է եղել այդ պետություններին, հայտնի վանկարկումներ գիտեք, մահ Իսրայելին, մահ Ամերիկային, դրանցով է առաջնորդվել եւ փորձ է արվում համենայն դեպս այս իրավիճակը փոխել, բայց կցանկանամ նշել, որ այս իրավիճակի փոփոխման ուղղությամբ առաջին քայլերը տեղի ունեցան արդեն 2020 թվականին, երբ որ գեներալ Սոլեյմանիին նրանք ոչնչացրեցին եւ դրանից հետո շարունակաբար Նասրոլլահին 2024 թվականին, այսինքն տարբեր գործիչների մեջտեղից դուրս հանելով փորձ արեցին վերացնել հիմնական թիրախները եւ այսօր նոր եկան հասան այս իրավիճակին, ինչ որ մենք ունենք ներկայումս։ Տեսեք, պատերազմական գործողությունների հենց սկզբում այսպես տարբեր շրջանակներից նաեւ հեգնական խոսքեր ուղված Միացյալ Նահանգներին ըստ էության եղան, որ Թրամփը եկավ առաջինը ամերիկան կարգախոսով եւ շատերը այսպես նաեւ սոցիալական էջերում վերափոխեցին առաջինը Իսրայելը։ Այստեղ ճշմարտության տար կա, թե ամեն դեպքում դա պարզապես վերլուծական կամ սադրանքի համար նախատեսված գնահատականներ են։
Թրամփի գործունեության հետ կապված իսկապես որոշակի միտումներ կան այս ուղղությամբ։ Դեռևս 2018 թվականին Թրամփը հակաիրանական պատժամիջոցներն առավել խստացրեց եւ ԱՄՆ նախագահների մեջ հենց նա առանձնանում է իր հակաիրանական դիրքորոշմամբ եւ կոնկրետ գործողություններով, բանաձևերով, սանկցիաներ տնտեսական եւ այլն։ Եվ ինչ վերաբերում է Իսրայելի հետ կապված հարցին, ապա այս ուղղությամբ էլ նույնիսկ երեք եւ այսօր Թրամփը ստիպված եղավ վերահաստատել կամ ուղղել այն մամուլում տարածված այն թյուր կարծիքը ըստ Թրամփի, որ Իսրայելը այնուամենայնիվ ուղղորդել է։ Իդեպ ԱՄՆ պետքարտուղարը եւս Մարկո Ռուբիոն այդ մասին նշեց, որ այսպես թե այնպես Իսրայելը խփելու էր, հարվածելու էր Իրանին։ Այսինքն անուղղակիորեն կարծես թե արտահոսք է լինում հենց իրենց կողմից, որ սկզբնական փաստորեն խախտողը, եթե այդպես նշենք, փաստորեն Իսրայելն է եղել, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները նրան աջակցել է։ Բայց այդուհանդերձ Թրամփը նորից ստիպված եղավ նշելու եւ վերահաստատելու ըստ իրեն, որ այդ ամեն գործընթացում փաստորեն ինքն է եղել տոն տվողը եւ ինքն է առաջարկել փաստորեն, որ Իսրայելը հատվածի Իրանին։ Իսկ տեղի ունեցող զարգացումները տեսնելով եւ գնահատելով ինչ է կարծում որքանով կհաջողվի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին Իրանում հասնել իրենց նպատակին, որտեղ Իրանն էլ իր հերթին հակահարձակման է անցել եւ տարբեր ռազմաբազաների է հարվածում, միանգամից մի քանի երկրների է հարվածում։ Այո, ինչպես տեսնում ենք, իրանական կողմը լուրջ հակահարված տվեց գուցե ինչ-որտեղ անսպասելի է նույն արևմտյան երկրներին կամ Իսրայելին ինչու ոչ, որովհետև նախորդ տարի 12-օրյա պատերազմը կարծես թե որոշակի հիմքեր էին տվել իրենց, որ Իրանում լուրջ հաջողություններ միանգամից կուներան։ Բայց տեսեք նույն Թրամփի հայտարարությունից պարզ է դառնում, որ խոստովանություն ըստ էության, որ իրանական կողմն էր նախաձեռնել առաջինը հարձակվել հենց այս պատերազմի ընթացքում եւ ասում է հպարտությամբ, որ մենք կարողացանք դրա դեմն առաջ առնել, դրա դեմն առնել եւ մենք նախահարձակ կողմը եղանք։ Այսինքն այս պատերազմին իսկապես իրանական կողմը ամենայն լրջությամբ, պատասխանատվությամբ, մանրակրկտությամբ, դետալ առ դետալ պատրաստվել է ըստ էության։ Եվ ըստ էության ինչ որ դիպված է եղել, որ առաջինը ինքը չհարվածեց։ Այստեղ ինչ որ մի փոքր հաշվարկի ըստ էության խախտում է եղել իրանական կողմից եւ Թրամփը փաստորեն դա եւս իր համար շատ կարեւոր փաստորեն նշանակություն ունեցող դրույթ էր, որ ընդգծեց հատկապես իր հայտարարության մեջ, որ լավ է, որ իրենք են կարողացել առաջինը խփել։ Այսինքն ստացվում է այսպիսով եթե եզրակացնում ենք, որ իրանական կողմը իսկապես լրջորեն պատրաստվել է։ Չի բացառվում այո նաև երկարատև պատերազմի սցենարին, որովհետև ինքը իր ամբողջ արսենալը կամ ռազմամթերքը կարծես թե ինչ որտեղ խնայում է եւ դա ամբողջն էլ չի օգտագործում այս առաջիկա օրերին։ Տեսեք, այս դեպքում ուրեմն մեկ այլ հարց է առաջանում։ Եթե լրջորեն նախապատրաստվել էր, ինչպես ստացվեց, որ կարողացան այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության, այսպես գլխավորներին սպանել, հարվածել եւ սպանել։ Երբ որ այդ հարցը ավելի կենսունակ դարձավ, այդ ինչպես է, երբ որ տեսանք, թե հրապարակվեցին լուսանկարներ մի սենյակի, որտեղ որ սպանվել է Խամենեին։ Չէ՞ որ ասում եք լրջորեն պատրաստվել էին բանակցությունները, իրենք գիտեին մեծ հնարավորություն կար հարվածելու բունկերներ եւ այլն, բայց տեսնում ենք, որ մի ինչ որ մի բաց սենյակում սպանվում է այդ երկրի հոգևոր առաջնորդը, ինչպես այդ դեպքում դա ստացվում։ Այո, իսկապես ոչ միայն երկրի առաջնորդ, այլ նաև զինված ուժերի ըստ էության ղեկավար կազմը դուրս եկավ, ըստ էության բոլորը ոչնչացվեցին եւ այստեղ հիմնական եզրակացությունն էլ հիմնական կբերի նրան, որ իրանական կողմը լինելով այո շիական պետություն, կրոնապետություն, այստեղ էլ աշխատում է գաղափարախոսական թեզերը կարծում եմ եւ նրանց նպատակն էր, որ ժողովրդական լայն զանգվածներին մղեն այն իրողությանը, որ առաջնորդը Իրանի եղել է նաև գաղափարախոսության մարտիկ եւ ի վերջո նա նահատակվեց, ինչին եւ նա իր երկրային կյանքում էլ ձգտում, որ նա ի վերջո նահատակվի եւ այստեղ կարծում եմ բացառապես կրոնական գաղափարախոսական մեսիջներ են ուղղված իրանական հասարակությանը եւ ոչ միայն իրանական, ես կասեի նաեւ աշխարհի մուսուլման այլ շիական դավանանքի կրող հասարակությանը եւս։ Սա այսքանով կցանկանամ մեկնաբանել։ Եվ
Շատ է խոսվում նաև նույն Թրամփի կողմից չբացառելով կարծես թե նաև ցամաքային ճանապարհով ռազմական գործողությունները, այսինքն օդից ցամաք տեղափոխելու այդ քայլերը, որքանով եք դա հավանական համարում եւ որքանով դա կարող է նաև ընդունվել ամերիկյան հասարակության կողմից, որովհետեւ կարծես թե այնտեղ էլ միանշանակ չի ընդունում այն գործողությունները։ Ճիշտ եք ասում, եւ իսկապես իրանական կողմի նաև մի հետաքրքիր քաղաքականություն, ըստ էության քարոզչական քաղաքականության մաս է կազմում հենց դա, որ ամերիկյան հասարակությունը եւս իր դժգոհությունը հայտնի գործող իշխանություններին, ամերիկյան իշխանությունը եւ դա իհարկե տեղի ունեցավ, հատկապես մանկահասակ երեխաների դպրոցական իքական դպրոցի աշակերտուհիների վրա հարձակումը, որը ըստ էության ամերիկացիները այդ հարցը բարձրացրեցին, Կալիֆոռնիայի նահանգապետ այդ մասին նշեց, որ նրանք որևէ վտանգ չէին սպառնում Միացյալ Նահանգներին, այդ դեպքում ինչպես կարելի է բացատրել այս հարձակումը։ Իսկապես տեղի ունեցել որոշակի գործողություններ ամերիկյան կողմից, որոնք գուցե ինչ-որտեղ հապճեպ էին, գուցե ինչ-որտեղ պրոբլեմատիկ էին, բայց դրանք հարուցեցին ամերիկյան հասարակության դժգոհությունները, ինչին նաև ի դեպ ձգտում է հենց իրանական կողմը։ Մյուս կողմից պետք է նշենք, որ այդուհանդերձ իհարկե իրանական կողմը որոշակի փաստորեն քայլեր այս ուղղությամբ իրականացնում է եւ նա իսկապես լուրջ հակահարվածների է պատրաստվում։ Իհարկե կլինեն նաեւ հակառակ կողմից էլ հարվածներ իրանական կողմին, մասնավորապես արևմտյան սահմանների երկայնքով, որը կարծում եմ տվյալ դեպքում ամենից խոցելի հատվածներից մեկը կարող է լինել գուցե մոտ ապագայում, բայց ոչ այսօր, բայց մոտ ապագայում ինչու ոչ, որովհետեւ այդ քրդական գործոնն է շահարկվում, իհարկե քրդական գործոնը Իրանում այնպիսի սուր կերպով արտահայտված չի եղել, ինչպես որ հարևան երկրներում, ասենք Իրաքում կամ Թուրքիայում, բայց Իրանում փորձ է արվում այդ գործոնը զարգացնել եւ հենց այդտեղից պետք ենթադրվում, որ պետք է լինի այդ ցամաքային փաստորեն հարձակումը կամ ճեղքումը դեպի Իրանի տարածքի խորքերը։ Իսկ ադրբեջանցիների գործոնը, որ գիտենք, որ նաեւ կան ադրբեջանցիներ եւ այստեղ նաեւ իրենց տելեգրամյան ալիքներով, որոնք որ շատ դեպքերում գիտենք, որ ըստ էության փորձում են իրենց պաշտոնական ուղերձները հղել, իրանյան զգուշացումներ ուղղված հյուսիսային հարևաններին եւ հյուսիսային հարևաններից մեկն ըստ էության Ադրբեջանն է համարվում։ Այս մասով ինչ գնահատական եք։ Հյուսիսային հարևանների մասին խոսվեց Իրանում քննարկվեց զանգվածային ԶԼՄ-ների մեջ ընդհանրապես եւ իհարկե կարծում եմ հենց առաջնահերթ հասցեներից մեկը հենց ուղղված էր ադրբեջանական կողմին։ Պատահական չի, որ Ադրբեջանը ոչ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն արդեն իսկ ուժեղացրել է սահմանային դիրքերում ծառայությունը եւ որոշ տեղեկություններ կան, որ Իրանը նույնիսկ ինչ-որ հարվածներ է տվել Ադրբեջանին։ Նման ինֆորմացիա կա, բայց ոչ պաշտոնական իհարկե։ Բայց չի բացառվում ամեն դեպքում եւ հենց այս տեսակետից ելնելով կցանկանայի զուգահեռներ անցկացնել դեռևս 90-ական թվականներին, երբ որ Արցախյան պատերազմը տեղի ունեցավ, այդ ժամանակ էլ ադրբեջանական կողմը ուներ հստակ մշակված քարտեզ իր հարավային այսպես կոչված Ադրբեջանի ազատագրման ուղղությամբ, որը հայտնի է Իրանի ատրպատական մեծ երկրամասն է ըստ էության, որը բավականին մեծ տարածք է ընդգրկում, մի քանի անգամ ավելի մեծ ներկայիս Ադրբեջանից եւ չի բացառվում իհարկե ինչ որ սցենարների դեպքում ադրբեջանական կողմից ինչ որ ոգևորության ալիք տեղի ունենա, հատկապես եթե նկատի ունենանք, որ 90-ական թվականների վերջերին 2000-ական, 2010-ական թվականներին եւս պանթուրքիստական բավականին լուրջ կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալել եւ Թավրիզում եւ Ուրմիայում եւ հարակից ամբողջ շրջաններում, այսինքն այդ ամբողջ ժամանակահատվածում իրանական իշխանությունները այդ հարցերում իհարկե բավականին զգոն էին, սակայն ինչ որ իմաստով էլ թույլ էին տալիս նրանց գործունեության ծավալմանը եւ այդ սցենարի դեպքում, եթե տեսական այդ սցենարը քննարկենք, ապա այս կազմակերպությունները կարող են ինչ-ինչ գործընթացներում աշխուժանալ։ Նաև սկզբնական շրջանում, եթե չեմ սխալվում, պատերազմի հենց այսպես առաջին օրը Թրամփը նաև ժամկետներ փորձեց մատնանշել, հետո ասեց, որ գուցե այդ ժամկետները մի փոքր երկար են եւ այլն, այսինքն 4 շաբաթ էր սկզբում նախատեսվում ըստ Թրամփի, այնուհետև գուցե երկարացում։ Այսինքն դա նշանակում է, որ ըստ ամերիկյան եւ իսրայելական կողմի իրենք իրենց այդ գլխավոր նպատակին կարող են հասնել, այսինքն իշխանափոխության հասնել հենց այդ շրջանում եւ միայն այդ դեպքում կդադարեցվի այդ պատերազմը։
Եթե նման սցենար լինի, եթեով խիստ իհարկե, այդ դեպքում իհարկե դա իրանց նախատեսած սցենարն է, որը կարող է ինչ-որ իրավիճակ ստեղծել, բայց տեսեք, իրենք էլ հստակ չգիտեն, թե դրանից հետո ինչ է լինելու, ինչ պետք է լինի։ Այսինքն հստակ ծրագրեր չունեն իրենք իրենց ձեռքի տակ, եւ այստեղ կարող են ինչ-ինչ գործիչների մասին իհարկե նշվել, հատկապես Իրանից, բայց նրանք էլ ինչ-որ իմաստով այլևս գործունյա չեն, եթե կարելի ասենք։ Օրինակի համար նախկին վարչապետերից կամ Մոսավի տարբերակը կամ չգիտեմ Ռեզայի տարբերակը կարող ենք նշել մի շարք նախագահ Ռոհանիի տարբերակը կարող ենք նշել որոշ գործիչներ, որոնք որ Լարիջանիի տարբերակը, որոնք կարող են հետագայում ինչ-որ բանակցային գործընթացի մեջ մտնել, բայց կամ Զարիֆի տարբերակը նախկին արտգործնախարար, իհարկե սրանց մեծ մասը նաև բավականին տարիքով մարդիկ են, բայց որքանով նրանք կցանկանան մտնել այդ գործընթացի մեջ, որքանով են նրանք իզորու հրաժարվելու այն 47-ամյա քաղաքական մշակույթի ավանդույթները, որ դրվել է Իրան-ամերիկյան կամ Իրան-արևմուտք փոխհարաբերություններում, դրանցից հրաժարվել կամ դրանց գուցե դեմ գնալ, այստեղ ավելի նուրբ հարցեր են առաջանում։ Արդյոք նրանք իրենց մեջ կկարողանան այդ ուժը գտնել, դա հեշտությամբ չի կարող տրվել յուրաքանչյուրին։ Եվ այստեղ պետք է մենք նաև նկատի ունենանք իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այս կարևոր կառույցի ըստ էության զինված ուժեր են սրանք, կառույցի գոյությունը, որը որևէ կերպ պատրաստ չէ թույլ տալու զարգացումների այլ սցենարներ, որը ավելի կարող է խաթարել կամ չտեղավորվել իր քաղաքական ծրագրերի մեջ։ Ուրեմն ճիշտ է, մենք նշեցինք, որ այս պայծությամբ Իրանը ունի հոգևոր առաջնորդ, չնայած կուլիսներում իրանք վստահ են, որ ունեն իրենց տեխնացուն արդեն, որը բնականա չի հրապարակվում կամ գուցե մոտ ժամանակներում կհրապարակվի, սա ուրիշ հարց է, բայց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հետևելու է, որպեսզի անշեղորեն իրականացվի այն դրույթները, որը կարծես նախապես իրենք մշակել են եւ ունեն։ Այսինքն այդ ուղղությունից շեղվելը շատ թանկ կարող է նստել որևէ մեկի վրա, այսինքն դա ռիսկային հարց է, ով ի վիճակի նման սցենարի դեպքում նման գործի դիմել։ Ուրեմն գլխավորը այստեղ կորպուսի գոյությունն է, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը չնայած եմ ասում առաջնորդը չկա, սակայն մեծ հաշվով երկրի գաղափարախոսությունը, երկրի պետական կառավարման համակարգը ըստ էության կայուն վիճակում է այս պահին։ Եվ եթե հակիրճ նաև անդրադառնանք, թե Հայաստանի տեսանկյունից ինչ սպասել։ Ինչ սպասել։ Հայաստանի հետ կապված պետք է նշենք հետևյալ. իհարկե այս պայծությամբ կարծես թե նորմալ է իրավիճակը, սակայն բնականաբար տարածաշրջանում տեղ ունեցող այս զարգացումները, իսկ սրանք շատ խորացող զարգացումներ են եւ ժամ առ ժամ կարծես ավելի են խորանում, վատ սցենարով նկատի ունեմ, իհարկե կարող են անվտանգային տնտեսական լուրջ խնդիրներ կստեղծեն։ Ինչ որ պահի դա կարող է լինել։ Եթե մենք նշեցինք այդ սցենարի դեպքում, որը այս պահին նորից եմ ասում քիչ հավանական է, բայց չի բացառվում տեսականում, ասենք ինչ որ սցենարներ քրդական գործոն եւ այլն, բնականաբար Իրանի ներքաղաքական անկայունությունը կարող է ազդել ոչ միայն տարածաշրջանի մյուս երկրների, այլև հատկապես Հայաստանի վրա։ Եվ այսօր մի հետաքրքիր ինֆորմացիա էի կարդում, որ դեռևս փետրվարի 21-ի դրությամբ ինչ որ աֆղանական երկու ջոկատներ փորձ են արել մտնել Հայաստանի տարածք, այսինքն դեռ նախապատերազմյան օրերին։ Պատկերացրեք, թե ինչ սցենարներ տեղի կունենան, եթե Իրանում տեղի ունենան փաստորեն չնախատեսված այդ ինչ որ զարգացումներ, եթե լինեն, այդ մի քիչ տեսական են խոսում, բայց այդ դեպքում Հայաստանի հայ-իրանական սահմանը իսկապես կարող է հայտնվել վտանգավոր իրավիճակներում, նկատի ունեմ տարբեր տեսակի փախստականներ կարող են գալ, բայց նրանց մեջ ովքեր կլինեն իրական փախստական եւ ովքեր կլինեն այլ նպատակներով եկող անձիկ, հենց խնդիրը սրանումն է։ Շնորհակալություն։ Ես էլ շնորհակալ եմ ձեզ։ Հեռանկարում իրանագետ Կարեն Մկրտչյանն էր։